Diyelim ki yarın buradan gidiyorsunuz, burada vaftiziniz olmadı, yani yapılmadı vaftiz. Ne olacak? Ne düşünüyorsunuz? Ne yapılacak? Ben kendimi bu kadar doğrultusuzluklarla nazaran yine Hristiyan olarak hissediyorum. Ասում է, այս ամբողջ եղածից հետո նույնիսկ ես ինքս ինձ համարում եմ հայ քրիստոնյա, ես հավատում եմ, հավատացյալ եմ։ 100 yıl bedelik bir sonra yine Ասում է 100 տարի ես սպասել եմ, մի տարի ալ ես սպասել, եկող տարի նորից քիչ եմ ես։ Շնորհակալ, այլ հարցեր։ Կրած է, մամլո բանի մեջ կրած է։ Մամլո հաղորդակցության մեջ բոլորի ազգանուններ, անունները կրած են։ Հարցեր կարծես թե չկա։ Շատ լավ բան ասանյան։ Ես ուզում եմ ձեզ բան ասել, էլի մի րոպե, ես սա հալուկ էի բերել նայեք ժողով։ Սա Գերմանիայի 6 համալսարանի կազմած կարդեսն է, էթնիկական կարդեսը հանրապետական Թուրքիա։ Գետ, շրջան հայությունը նշված է մեջը։ Ուրեմն այդքան երկար է այս էթնիկ կարդես, այստեղ ևս կա։ Գերմանացի նստել է նման աշխատանք է կատարել, որտեղ հայ կա, Համշենի դարած, Վանի դարած, Բինգյոլ, Վան, Մուշ եւ այլն։ Մեծ գիտնականներ աշխատել են 12 տարի։ Այս մարդկանց մասին բարձրացնում են Հայաստանի Հանրապետությունում որևէ մարդու ցուցային զորություն չի կա։ Ինչու՞ չես հասկանում Արևմտյան Հայաստանը դարձրել են մի քանի մարդ խանութ իրենց համար խանութվանի գարգավիճակով են մոտենում, իմ համար դա զարմանալի է, Գիլիկյան ևս, բայց լուրջ ոչ մի աշխատանք չի կա։ Ինչքան է հայությունը, որտեղ է, ինչ խնդիրներ ունի այդ հայությունը, ինչպես Հայաստանը կարող է վիդանի լինել այսպես ասած հայրենագիցներին, ինչպես կարող է հոգևոր հոյը իր հոդին ծառայություն մատուցել, ցայն չի գա։ Հիմա այս մարդիկ եկան, դուք եկաք, նկարեցիք կգնալ եւ կմոռացվի։ Մի հատ այսպես բաների դարձել, բայց ես գտնում եմ, որ հատկապես զանգվածային լրատվամիջոցների, սա գոչումն է բարձրաձայնել, բայց գնալ մինչև վերջ այս ամբողջ ու դեղերը բրդել եւ այլն ու հասնել այդ բաները հարցատումները որ դու ինձ եք տալիս մենք չէ պատասխանող մենք չպիտի լինենք իրենք պիտի լինեն իրենք են այո ոչ ասող մենք չենք կարող այս լայն լինել հասկանում եք երեք շարժեր մենք ինձ փողոցում տեսել է Սմացվայան այդ որ գատողոսի շինարարության պես սպալվում դու էլ դնքի էլի ինչ տարբերություն ասում ես շինարարնալ դուրգուն բանի իր համար էլ ես զայրայև գալակ բայց լուրջ բան գալա, ինչպես կարող է գատողոս ես արծո չսպալում։ Ես տարիները գորգորում եմ, 3 անգամ ավելի շատ հայ գա Մասիսարից մյուս կողմ, մեր պատմական Արևմտյան Հայաստանում, քան այստեղ։ Ինչ է այսինքն հայությունը, Հայաստան Հանրապետության քաղաքացիությունը փաստաթուղթն է, այս մարդիկ 100 տարի ապրել են այդ ամբողջ հայության, ամբողջ այդ դեպքում իրավիճակը։ Միտեղ նրանք մեր հայրենագիցները չեն, մեր եղբայրները քույրերը չեն։ Ես մի անգամ օրինակ տվի, իմ դադես Դերզորի ճանապարհին դրվել է մի զազա ընտանիքի 9 տարի հետո ետ են եկել իրենց աղջկան վերցրել են։ Հիմա իմ դադուս եթե չէին չվերցնեին, պատկերացնեն։ Իմ դադուս Էրդալի դադու նման մեկ լիներ։ Ինչ ես հայ չպիտի լինեի, այո, երևի ես հայ չպիտի լինեի, ես պիտի թուրք, քուրդ, չգիտեմ ինչ անմաններ պիտի ապրեի։ Բարեբախտաբար դալիս ետ են վերցվել, բարեբախտաբար մարդիկ հրաշքով ապրել են, մենք մեր վերահայացման շրջանը կարողացել ենք ապրել։ Այս տղան ինչ մեղք ունի, Իսան ինչ մեղք ունի, որ հայերեն չգիտեն, հայկան դպրոցներ չեն գնացել։ Ով պիտի այս ամբողջին պատասխանը տա։ Սա ազգային հարց է, համազգային հարց է եւ պիտի լուծումներ գտնի։ Ես ձեզ օրդորում եմ, թիմել Սպիրկի նախարարություն, երկու տեղականները թող ձեզ պատասխանեն, թե ինչու մերժվեցին այս մարդիկ։ Այս կամ դա ձեր վարկն է։ Նույնը պետք է անել Մայրատորի հետ։ Թիվանավետի հետ, որ պատկապես ինքն է շփվել փոխնախարարների հետ։ Դիգեն Հրանուշ Հակոբյանը այստեղ հայտարարություններ անում, որ ծպտյալ հայեր, արիդուն ծրագրով այստեղ ծպտյալ հայերն են բերում, իրենց երեխաներն են բերում հայերեն սովորացնում, որ ինչ իրենց խաբեն, իրենց տպրեսնեն, ուզեն այստեղ, այս հարցատումները խնդրում եմ, քանի որ մամլո ասուլիս է սվարնարկին դներեք, բայց ես իրոք իրենց տեղ հետ երկով հայ աղջկան երեք ասում եմ ձեր մասին պատմեմ, ասում եմ պատմի, թող հասկանամ նիկլաս դինելով հասանք դերս, ինչու, որն է խնդիրը, կամ Հայաստանի Հանրապետությունում ինչքան մարդ է գնքվել, հարց, չգիտենք, ով է գնքվել այստեղ, քանի տոկոսն է գնքվել բնակչության, միթե գնունքն է, մգրտությունն է որոշում մարդու հայ լինել չլինելը, դա ևս խծել, միթե ծպտյալ հայերը հայ չեն, մեծ ընդիկրանը հայ չի, Քրիստոնյա չէր, դիկրամեծը, այս դիկրանագերտ կաղաքի հիմնադիրը, հայ չէր, մեր տակավորը չէր, բայց հարցերը ով պիտի բարձրացային,
մենք ենք անելու այս ամբողջը, դրա համար ես ես հորդորում եմ հատկապես մամուլին, ինչքան կարելի է այս հարցը բանալի, որտեղ 2019 թե 6 ամիս ունենք մենք 100-րդ տարելիցը իմաստավորելու խնդիրներ են սրանք, եւ պետք է այս բաժակը լցնել։ Դադար մի հատ բաժակ կա մեր առջև, ես գտնում եմ, որ արարողագարքային է դա ամբողջը, ելույթային է։ Հիմա Հրանտ Շուակոբյանը ինչպես պիտի բացատրի, որ ելավբեմից ասեց Էրդալ Մերջանը վաղը պարամազ է դառնալու, ստղան պարամազ չդարձավ։ Պարամազը հիմա իր ոսկորները չի շուր գալիս, որ այո դարի հետո մի դղա իր անուններ վերցնելու, հիմա Բերգին Էրդալ Մերջան ետ է վերադառնալու Իգրանագետ եւ այլն, այսքան։ Շատ լավ, շնորհակալություն բանջարին, շնորհակալություն։ Դուք Սերտեժիկ վիդեո կապերնոզիչի